Էրեբունի բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքի առջև անհանգիստ ծնողներն են։ Արցախից այստեղ տեղափոխված վիրավորները 4-ն են։ Արթուրի մայրիկը մի քիչ սրտապնդվել է, որդին այսօր հյութ է խմել։ Մեր հայրենիքը, որ ես իմ 3 երեխաս չեմ պաշտպանի մեջ, ով է պաշտպանելու։ Վերակենդանացման բաժանմունքում միացված մի քանի սարքավորումների Արթուրը բռունցք է ցույց տալիս ետ սահման վերադառնալու մտադրությամբ, այնինչ հենց սրտի մոտ բեկոր կա։ Մտածում եմ։ Ասաց ամենաուշ մեկ շաբաթից ես պետք է անեմ դիրքերում, ընկերներից մենակ եմ թողել, չեմ թողում մենակ։ Պիտի սպլաշոն ունի պինդ։ Քերին պիտի հետ տանք։ Արթուրը սահման է մեկնել կամավոր վիրավորվել ապրիլի 2-ին։ Էրեբունի բուժկենտրոն է տեղափոխվել մեկ օր անց հրազենային մի քանի վիրավորումներով։ Մեծ հաջողություն է, որ սրտին շատ մոտ գտնվող բեկորը չի տեղաշարժվել։ Նրա մոտ առկա է հրազենային կրծքավանդակի վնասվածք եւ բեկորը տեղակայված է բավականին վտանգավոր տեղ, ուղղակի բարեբախտաբար տեղաշարժ չկա բեկորի եւ այս պահին մենք գործ ունենք թոքի սալջարդի հետ եւ ձեռքի փափուկ հյուսվածքների արտահայտված հրազենային սալջարդի հետ։ 4 օր 24 ժամ Էրեբունի բուժկենտրոնում հերթապահել են վիրաբուժական բոլոր ծառայությունների մասնագետները, հենց հիվանդանոցի մուտքից դիմավորել վիրավորներին եւ արագ անցել գործի։ Էրեբունցիները հատուկ են շեշտում, վիրավորները դեռ Արցախում են ստացել արագ ու որակյալ բուժօգնություն։ Վիճակը ընդհանուր բոլորի գնահատվում էր ծանր։ Բոլոր վիրավորները ստացել են համապատասխան բուժօգնությունը, այդ թվում նաև վիրահատական միջամտությունները դեռ Ղարաբաղում եւ այստեղ տեղափոխվել են, որպեսզի շարունակեն արդեն նեղ մասնագիտացված եւ որակավորված բուժօգնության ցուցաբերումը։ Ծայրահեղ ծանր է գնահատվում 26-ամյա Էրիկի վիճակը։ Նրա հրազենային վնասվածքները բազմաթիվ են՝ թոք, լյարդ, ստամոք, սիերիկամ, Մարտակերտի հոսպիտալում վիրահատվելուց հետո այստեղ էլ վիրահատություններ սպասվում։ Հիվանդի գալուց անմիջապես հետո մենք պատրաստ սպասում էինք Հանրապետության գլխավոր վիրաբույժ Սարուխյանի գլխավորությամբ կատարվեց կոնսիլիում եւ որոշեց անմիջապես նորից վիրահատել։ Անոթային կրծքային վիրաբույժների օրթոպեդների համատեղ վիրահատությունից հետո բժիշկները հավատում են ամեն ինչ լավ կլինի։ Այդքան ծանր տրավմաներից հետո մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նրա կյանքը փրկենք։ Էրիկը, Անդրեյը, Կիմն ու Արթուրը բոլորն էլ գիտակցություն ունեն, երիտասարդ են ու ապաքինման շատ մեծ ներուժ էլ, ցանկություն էլ ունեն։ Կիմին իր մի քանի ամսվա կինն է սպասում Ստեփանակերտում, Արթուրին իր 3 երեխաները, բոլորին Արցախը։ Շուտով կգամ։ Սուսան Բադալյան, Հակոբ Սարգսյան, Առաջին ալիք։